Հունվարի 27-ը կհռչակվի հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր։ Ազգային ժողովի փոխօրինակ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ հունվարի 27-ը երկրի բնակիչների համար կդառնա ոչ աշխատանքային։ Ըստ նրա, ազգային հիշատակի օրը չի նշվել արդեն 25 տարի։ Նախագծի համաձայն հիշատակի նոր օրը կնշվի բանակի օրվա նախօրեին հունվարի 27-ին։ Ազգային ժողովի ընդդիմությունը ներկա չի եղել նախագծի քննարկմանը, սակայն ԿՊԱ-ականները հույս ունեն, որ նրանք նախագծին կողմ կքվեարկեն։ Հաջորդ օրը բանակի օրը արդեն որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Պետք է նաեւ մասնավորեցնեմ, որ սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք, նաեւ տարբեր մարդիկ տարբեր օրերի հետ անձնական, ընտանեկան կապ ունեն եւ դա նույնպես չի ջնջում սրանով, սա նշանակում է ընտրել մեկ օր, երբ որ մենք կհարգենք նշածս բոլոր կատեգորիաների անձանց հիշատակը